Միջև առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի գործարկումը, այսինքն միջև հունվարի 1-ը շաքարային դիաբետ ունեցողները, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ինչպես նաև էպիլեպսիա և խրոնիկ հիվանդություններ ունեցողները իրենց դեղորայքը ստանում էին անվճար սկզբունքով։ Այսինքն, եթե մարդը, օրինակ, երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ կամ դիաբետիկ էր, վստահ գիտեր, որ պետության կողմից նախատեսված դեղերը ստանալու է անվճար։ Սակայն այժմ համակարգը փոխվել է, դեղերի մի մասը տրամադրվում է համավճարի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարի մի մասը քաղաքացին վճարում է սեփական գրպանից, եւ որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է դառնում քաղաքացու վճարած գումարը։ Քանի որ դեղորայքային գնային շուկան բարձի թողի վիճակում է եւ նախարարությունը չի հետևում գնա գոյացմանը, ինչ է ստացվում, որ նույն մարդիկ, ենթադրենք, առաջի ամիսը ստացել են անվճար, հաջորդ անգամ երբ որ մտնում են դեղատուն, դեղը թանկացած է լինում եւ ստիպված են լինում համավճարի սկզբունքով ստանալ։ Տասնյակ տարիներ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ իրենց անհրաժեշտ դեղերը ստացել են անվճար, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, այժմ բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում ահազանգում են խնդրի մասին։ Նրանք նշում են, որ հիվանդանոցներում ու դեղատներում իրենցից համավճար են պահանջում ոչ միայն դեղերի, այլ նաև տարբեր հետազոտությունների եւ ստուգումների համար։ Ոչ մի նեղ մասնագետ իր գործը չի կատարում։ Գնում ենք հիվանդանոցներ, համավճար են ուզում։ Սոնոգրաֆիայի համար 20,000 դրամ։ Սա ինչ է, խաբեություն, ձեռառնոցի, թե թատրոն։ Հենց հիմա կարող եմ նշել դեղ, որը ապահովագրությամբ նախատեսված է, բայց չեն տալիս։ Արդյունքում էլի վճարում ենք։ Առողջապահության ոլորտի փորձագետը նաև խոսում է դեղերի դեֆիցիտի մասին։ Նրա խոսքով նույնիսկ լայն կիրառություն ունեցող դեղեր, օրինակ միդոկալմը կամ անալգինի ամպուլները, որոշ դեղատներում բացակայում են։ Այս տեղեկությունը սակայն հերքում է առողջապահության նախարարությունը, հայտարարելով, որ դեղերի նոր խմբաքանակ արդեն ներմուծվել է Հայաստան եւ այժմ գտնվում է մաքսազերծման փուլում։ Արդեն մաքսազերծվել են, դեղատներում են եւ գիտեք ինչ, գուցե մի դեղատնում տվյալ դեղը չլինի, մյուսում լինի կամ մեկ մասնաճյուղում չլինի, մյուսում լինի, բայց հայտարարել, որ կա այդ դեղորայքի դեֆիցիտը, դա իրականությանը չի համապատասխանում։ Սոցիալական ցանցերում քաղաքացիների դժգոհությունները այս համատեքստում էլ շարունակվում են։ 15 օր առաջ միդոկալմ ոչ միտեղ չկարողացա գտնել։ Քաղաքացիները պահանջում են հստակ պարզաբանումներ, ինչ դեղեր են ամբողջությամբ անվճար, որոնք են տրամադրվում համավճարով եւ ինչու է պետության կողմից երաշխավորված բուժօգնությունը հաճախ լրացուցիչ ֆինանսական բեռ դառնում մարդկանց համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։